Բարի օր, հարգելի հայրենակիցներ, եթերում երկրորդ կարծիքն է, այսօր տնտեսական եւ բավականին հրատապ թեմաներով զրուցելու եմ տնտեսագետ Հայակվե նախաձեռնության անդամ Հրայր Կամենդատյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Կամենդատյան, ուրախ եմ նորից ձեզ իմ տաղավարում տեսնել եւ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Կամենդատյան, նախորդ մեր հարցազրույցը, որը վերաբերում էր թոշակառուներին եւ դուք նաև հնարավոր միջոցներ եք ներկայացնում, թե ինչպես կարելի է մարդկանց թոշակը ընդհանուր մինչև 50%-ով բարձրացնել, բավականին մեծ արձագանք է ստացել եւ զանգեր եւ մեկնաբանությունների տեսքով եւ կարծում եմ ձեզ էլ շատերը դիմաց կլինեն։ Երևի թե ձեզ լսելով իշխանությունները որոշեցին նաև ինչ որ առումով այդ բալանսը, հավասարակշռություն ստեղծել, ինչու ուրիշները խոստանան եւ հասկացան, որ ընտրություններից առաջ թոշակառուները բավականին լավ ձայն տվողներ են, քվե տվողներ են ու ճուշացավ նորանշանակ սոցիալ նախարարի խոստումը, որ 3000-ից 3500 դրամով կարող են բարձրացնել մարդկանց թոշակները, ինչպես ասելով, որ այդ քեշբեքը, հետվճարի հնարավորությունը 12%-ից իրենք կարող են դարձնել 20%։ Որքանով է սա հնարավոր, արդյոք հերթական մանիպուլյացիան չէ եւ ում հաշվին է օրինակ այդ 12%-ը հասնելու 20%-ի։ Եկեք հարցին պատասխանելու համար հասկանանք մի բան։ Նրանց պատկերացած այդ քեշբեքով, ընդ որում քեշբեկի կարծես կիրառող, պատասխանատու եւ արդյունքների համար պատասխանատվություն կրողը նրանք կարգեցին նորից թոշակառուներին։ Բաթը գնացեք առևտուր արեք, անկախեք առևտրով զբաղվեք, գնացեք հեղեղեք այդ բաները, առևտրային խոշոր ձեռնարկությունները, քեշբեք ստացեք եւ բնականաբար դուք կոժանդակեք եւ ստվերի այսպես կրճատմանը եւ կոժանդակեք իբր թե թոշակների բարձրացմանը։ Նույն այդ նախարար կոչեցյալը ինքը անոնս արեց, հայտարարեց, որ իր բարդ հաշվարկ էր էլի, այդ հաշվարկը կարողացավ անել այդ 8%-ի մեջ եւ նա հայտարարեց, որ մոտավորապես 3500 դրամ թոշակը պոտենցիալ ունի աճելու։ Հիմա այդ անձնավորությանը մի հատ հարց ենք տալիս։ Խնդրեմ տվեք։ Խնդրեմ։ Դրան մի հատ հարց ենք տալիս, այդ չգիտեմ դրան ինչ ասեմ։ Թորոսյանին 75000, 76000 դրամ սպառողական նվազագույն զամբյուղն է։ Եթե այսօր քաղաքացին թոշակառուն ստանում է 49000 դրամ, միջին թոշակն է մեզ վերցնում, ոչ 36000 նվազագույն, չնայած երկրում բավականին մեծ թիվ է կազմում նվազագույն կենսաթոշակ ստացողը 36000 ստացողը։ Չնայած եկեք հենց հաշվարկը կանենք 36000-ի դեպքում։ 36000-ին եթե գումարվի այդ քեշբեկը մոտավորապես 20% անոցով, ենթադրենք քաղաքացին առողջից իշխուն այդ առևտրային տարածքներից դուրս չգալի, անդադ առևտրում է իր ենթադրենք 36000 դրամով, վերջնական ենթադրենք 20% քեշբեկը կազմել է 7000 դրամ։ 36000 գումարած 7000, ես իհարկե սա չեմ ասում քաղաքացիների համար, քաղաքացիները դա այդ թվաբանությունը հստակ կկատարեն։ Այդ նախարար կոչեցյալի համար եմ ասում։ 36000 գումարած 7000 դրամ, այդ 36-ի 20%-ը ալում է ենթադրենք 43000 դրամ։ Հիմա 43000 դրամը դա նվազագույն սպառողական զամբյուղի համարյա կեսն է։ Այսինքն հələ մի 43 էլ վրան պիտի դրվի, որ մարդու նվազագույն սպառողական զամբյուղը քաղաքացու գոնե գան հասնեն այդ մեծությանը։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում որ այս մարդիկ մոլորության մեջ են գցում, ընդ որում ես ձեզ ասեմ պատճառը որն է, որ հիմա որոշեցին դա անել։ Խնդիրը նա է, որ Հայակվե ազգային քաղաքացիական միավորումը, որի վարչության անդամներից մեկը ես եմ, ես սոցիալ-տնտեսական հարցերն եմ համակարգում, մենք առաջարկ ենք արել եւ ցույց են տվել այդ ռեսուրսները, որ ներկայապայն առանց հարկերը բարձրացնելու մենք կարող ենք ապահովել առնվազն 50%-անոց թոշակների բարձրացում։ Այս ամենը ցույց ենք տվել ես Հայակվե նախաձեռնության կոորդինատոր Ավետիք Չալաբյանը եւ Դավիթ Հակոբյանը մեր անդամներից, որը որ սոցիալական աշխատանքի մեծ փորձ ունի, ժամանակին աշխատել է
սոցիալ նախարարի, սոցիալ հարցերով նախարարի տեղակալ, մենք ասուլիսի ընթացքում երբ բերել ենք այդ մեր առաջարկը, երբ բերել ենք այդ առաջարկի ֆինանսական հնարավոր ռեսուրսները, ընդ որում հավաստիացնում են բոլորին, հատկապես տնտեսվարողներին, որ այդ առաջարկի հիմքում ընկած չի հարկերի բարձրացումը, առաջարկի հիմքում ընկած է ապագա տնտեսական աճը, առաջարկի հիմքում ընկած է տնտեսվարող մոտեցումը եւ առաջարկի հիմքում ընկած է վարչապետի այդ պահուստային ֆոնդի, որ դարել է նրա գրպանի փողը, ես անկեղծ ասեմ, դրա օպտիմալացումը մոտավորապես 15 միլիարդ միայն այդտեղից։ Ես ձեզ մի թիվ ասեմ, եթե 18 թվականին վարչապետի պահուստային ֆոնդը 22-21 միլիարդ դրամ էր, հիմա 63-64 միլիարդ է։ Ինչի համար։ Ինչի համար այդ պահուստային ֆոնդը ինչի է տնօրինում այդ մեկ անձը։ Ինչի համար։ Այդտեղից մենք գումար ունենք, զգալի, գումարներ ունենք նաև այդ ռեպրեսիվ մարմինների ֆինանսավորման հետ կապված, որովհետև նույն այս 7 տարիների ընթացքում դատախազություն, դատարաններ, ոչ միայն դրանց աշխատավարձերն են բարձրացել, այլ դրանց քանակներն են ավելացրել, էլ հակակոռուպցիոն, էլ եսիմ հակաձկնային, հակակարկտային, ամեն տեսակի դատարաններ են ստեղծել, այս մարդիկ ովքեր որտեղ աշխատում են, իհարկե չեմ ասում, որ նրանք մասնագիտական գիտելիքներ չունեն, քավլիցի ունեն, բայց այս կարգի ռեպրեսիվ ապարատ պահելու համար կատարում են ահռելի ծախսեր, եթե 18 թվականի դա կազմում 30-32 միլիարդի չափ գումար, հիմա դա 93 միլիարդից անցել են, լավ, մենք այս երկիրը մենակ դատավորների, դատախազների, քննիչների, ենթադրենք ոստիկանների կամ այդ հարակից դրան սպասարկող մարդկանց համար է այս երկիրը։ Այս երկրում, այո, նրանք էլ պետք է բարձր աշխատավարձ ստանան, բայց մենք խնդիր ունենք այստեղ նաև համաչափության, սոցիալական արդարության, որովհետև սահմանադրական հավասար իրավունքներ ունեցող տարեցները իրավունք չունեն 36,000 դրամ ստանալ երկրում։ Դա գոյատեման հնարավորություն չէ, դա սովամահ լինելու հնարավորություն է։ Այս իմաստով մենք ներկայացրել ենք այս առաջարկը, դրանք հավանաբար, ես նկատում եմ ներկայ իշխանությունները, իհարկե ծանոթ են մեր առաջարկին, իհարկե ջուրն առել են բերաները, ոչ մի քննարկում այս թեմայի հետ կապված, ոչ առաջարկում են, ոչ ստուդիա են կանչում, ոչ էլ իրենց ստուդիաներում այսպես թագավոր տետիրական դարձած պետրոսները կարող են այս թեմաները ենթադրենք ինչ որ սղացնել, ինչ որ եսի մինչեր ասել, ակնհայտ է, որ 18-ից 25 թվականները թոշակներ, որ ասում են 5 անգամ ավելացել եք, 5 անգամ գործողությունը կատարել այդ փոքր աննշան գումարներով, չի նշանակում բացասրակ թվով 5 անգամ ավելացնել։ Թող կանչեն մեզ մի հատ այս թվերը իրանց դիմաց դնենք, մի հատ իրանց հետ զրուցենք, դες վստահ եմ, որ նրանք բոլորը փայլուն պատկերացնում են այս վիճակը, փայլուն պատկերացնում են, բայց որոշել են, որ մոտավորապես 502,000 քաղաքացու, 502 մոտավորապես կես միլիոն մարդու, այս մարդիկ ուրացել են, այս մարդիկ դրանց համար գոյություն չունեն, այս մարդկանց անընդհատ փորձում են խաբել, անընդհատ խաբում են, անընդհատ այդ նույնիսկ նրանց ստաժի թվերի հետ կապված, ստաժերն են դնում կրճատում, սրանք հասկացել են մի բան, որ իրենց հանձնարարությունը տված, որ պարզապես փող չտալ, մի օրինակ բերեմ, կոնկրետ օրինակ եմ բերում, այդ սոցիալական հարցերի աշխատանքի նախարար կոչեցյալը առաջին իր աշխատանքային օրերի ընթացքում մտավ կառավարություն եւ հայտարարեց, որ այդ քեշբեքի հետ վճարի համար փողը վերջացել է։ Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար այլևս այդ փողը չկար։ Բա ինչ էր եղել այդ փողը։ Ասեմ ինչ է եղել։ Նրանք պլանավորել էին հավանաբար, որ այդ թոշակառուներ, որոնք հունվարի 1-ին այդ հետ վճարը ունեին, փետրվարին, նրանք հավանաբար մտածում, որ մարդիկ պետք է կոտորվեն եւ բնականաբար այդ բազայի կրճատման հիման վրա քեշբեքի գումարները ենթադրենք չէին պլանավորել։ Ինչ են շակում։ Պլանավորման հետ կապված, եթե գիտելիք չունեք, եթե հնարավորություն չունեք, կանչենք բացատրենք, դա դժվար չի։ Այսքան անգամ մարդ, այսքան հետ վճարի տեսական հնարավորություն, պոտենցիալ հնարավորություն։
Հաշվի առնելով նաև մի քանի ցուցանիշներ եւս։ Այս մարդիկ որոշել են պարզապես, որ մի ձևել հետ վճարի գումարել, կրճատվի, չանե, բայց իրենց այդ թանկարժեք կաբինետների, թանկարժեք ավտոմեքենաների, իրենց այդ տասնյակ թիկնապահների, ել չեմ ասում դրանց սպասարկող անձնակազմի քանակից ելնելով ամեն ինչ կօգտագործեն, բյուջեի հնարավորությունները կօգտագործեն լավ ապրելու, աշխատանքի վայրում հարմարավետ տեղավորվելու համար, բայց կմոռանան թոշակառուն։ Ինչու համար, որովհետև թոշակառուները մեծամասամբ տունը կարելի ասել ապրում են, բակել դուրս չեն գալիս եւ իրենք սոցիալական իմաստով կազմակերպված համախումբ չեն։ Նրանց հույսը դա է, որ մարդիկ կմնան մենակ, մարդիկ իրար չեն զրուցի, իրար չեն կոնսոլիդացվի եւ ինչ կլինի, կտան կոպեկներ, եք ասեն գնացեք գոյատևեք։ Այս խայտարակությունն է, այս խայտարակության դիմացը ոչ թե պետք է առնենք, սա անհանդուրժելի է։ Եվ հիմա մենք նախաձեռնել ենք մի կարևոր միջոցառում։ Միջոցառումը հետեւյալն է, իմաստը։ Մենք օրենքով սահմանված հանրագիրի վերաբերյալ օրենք կա Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ։ Դրանով նախատեսվում է, որ քաղաքացիների խումբը կարող է հրատապ, սոցիալական, քաղաքական տարբեր հարցերի շուրջ ներկայացնել հանրագիր եւ հանրագիրին կից ներկայացնել որոշակի ապացույցներ, որոշակի փաստաթղթեր, որոշակի նաեւ ուսումնասիրություն եւ ստորագրություններ։ Հիմա մենք դա նախատեսել ենք, մենք շուտով կսկսենք այդ արշավը եւ հավանաբար այս կիրակի օրը արդեն դրա ստարտը մենք կտանք, կսկսենք Գյումրիից ամենավատ սոցիալական վիճակում գտնվող մեր քաղաքն է, ամենավատ։ Ընդ որում սոցիալական այդ թշվառությունը, որ այդ քաղաքում է տիրում, աղքատության մակարդակը 40-45% է։ Մենք սկսելու ենք Գյումրիից եւ այդ ստորագրահավաքը ստարտը կտանք, քաղաքացիներին կբաժանենք եւ նյութերը եւ բացատրություններ կտանք, ուսումնասիրություններ կծանոթացնենք եւ վերջ-վերջո Հայաստանի քաղաքական ներկայապնակում կլինի խումբ կազմակերպված, որը կկոնսոլիդացնի թոշակառուների ձայները, թոշակառուների բողոքի ձայները եւ անկասկած է, որ 500,000 մարդու հետ չեն կարող հաշվի չնստել։ Խնդիրը սա է։ Այսինքն այդքան մարդու քվեներից զրկվել է այս իշխանությունը։ Այս իշխանությունը վաղուց է զրկվել։ Եվ այդ Հիմա ձեզ էլ չտանեն փակեն, որպեսզի այդ մարդկանց ճակերտավոր վերբովկա չանեք, կներեք ընդհատեցի։ Խնդիրը գիտեք որն է, այս իշխանությունը այս հայրենադավ գործողությունների, այս անդադար, անընդհատ շարունակող, պերմանենտ հող հանձնելու այս պրոցեդուրաների մեջ, սրա նրա հետ ընդհանրենք ինչ որ միջանցք հանձնել եմ, չեմ հանձնել խոսակցությունների մեջ, այս պատերազմի պարտությունը, այս ամբողջը, գիտեք որն է, դա չի կորել։ Մարդիկ սպասում են հավանաբար շատերը, որ եկող տարի հունիսի 9-ին պարզապես կգնան եւ իրենց գրչի հարվածով այս դավաճանական վարքագիծ ունեցող իշխանություններին կուղարկեն պատմության գիրկը, իսկ նրանցից շատերին կուղարկեն համապատասխան վայրերը։ Պարոն Կամենդատյան, հանդիպում եք իրենց հետ խոսում եք, այդպիսի պատրաստակամություն տեսնում եք թոշակառուների կողմից, որ այս իշխանություններին իրենք գնալու են ու մերժեն։ Ես ձեզ մի օրինակ ասեմ, կոնկրետ իմ Facebook-յան էջի վրա եմ այս օրինակը ուզում ասեմ։ Այո։ Ժամանակին երբ որ ես գրառումներ կատարում եմ, որովհետեւ հրատապ տնտեսական հիմնական հարցերի շուրջ արձագանքում էին առավելապես 100, 200, 300 հոգի։ Անկեղծ ասեմ ձեզ։ Խնդիրը նա է, որ հիմա ցանկացած իմ ելույթ առնվազն արձագանքում է, այսպես ասած հավանդությունը տալի մոտավորապես մի քանի հազար մարդ, իսկ դիտումները, ես ձեզ ասեմ, դիտումները արդեն միլիոններից անցնում է։ Դիտումները միլիոններից անցնում է, խնդիրը գիտեք որն է։ Դրա հետ միասին մարդիկ գրում են իրենց մեկնաբանությունները, կոմենտները։ Այս կոմենտների մեջ ձեզ անկեղծ ասեմ, այդ հազարավոր մարդկանց կոմենտները համարը բոլորին է կարդացել եմ, բոլորին պատասխանել եմ, որտեղ դրանք կարելի ասեմ մեր ծանոթներն են։ Ես ինքս ծանոթներից արդեն զրկվել եմ, ցավոք, բայց այդ մարդկանց համարում եմ իմ ծանոթները։ Իմ էթնիկ ծնողներն են դրանք հայ գենից մեր բարեկամն են, մեր հարազատն են եւ խնդիրը գիտեք որն է, գրում են շատ կոնսոլիդացված, գրում են շատ տրամաբանված, գրում են հիանալի ձեռագրով, համարը առանց տառասխալների,
գրում են ու յուրաքանչյուր բայց նամակում ցավ այդ անհուսության զգացում եւ վճռականություն նաեւ եւ բոլորը կարող եմ ձեզ հավաստիացնել որ սպասում են որ այդ X օրը որը կլինի եկող տարի հունիսին այդ օրը նրանք իրենց մոռացածներին գրչի մի հարվածը ուղարկելու են իմ ասած վայրերը Ձեր ասած վայրերը հասկանալի է Պարոն Կոմենդանտյան Պողոսի հարևանը վերջերս այս քանի օր է հա 3 չէ առաջին օրն էր կարծեմ ելույթ ունեցավ նաև Facebook-յան ուղիղ եթերով հայտարարեց որ հայտարարագիրը մասնակիորեն չգիտեմ կամ չեղարկվում է կամ էլ աշխատողների այն մարդկանց ովքեր աշխատավարձից բացի այլ եկամուտ չունեն իրենց հայտարարագրերը պեկն է լրացնելու որպեսզի մարդիկ լրացուցիչ քաշքշուկների մեջ չընկնեն ասելով որ կարիք չկա, որպեսզի դուք մտնեք եւ հայտարարեք։ Շատերի մոտ դա ընկալվեց որպես մասնակի չեղարկում, հա, այդ օրենքի, որ տեսակ չի գործում եւ փաստորեն այն մարդիկ, որոնք աշխատավարձի համար զուտ մտել հայտարարագրել են, իրենք էլ ասացին, բա շուտ ասեք, մենք ինչու իզուր այդքան ջանքեր, ոմանք նույնիսկ գումարներ են ծախսել, որպեսզի իրենց օգնեն հայտարարագրեն։ Հիմա սա մասնակի իսկապես չեղարկում է, ինչի մասին է խոսքը եւ ինչու որոշեց կառավարությունը գնալ այդ քայլին ձեր կարծիքով։ Այստեղ պետք է մենք առանձնացնենք ովքեր են այդ մարդիկ։ Այդ մարդիկ քաղաքական են խմբակի ներկայացուցիչներն ովքեր հանձնել են Արցախը առաջին հերթին հիմա հասնենք դերքին քաղաքականությանը եթե նույն անձը ամիսներ առաջ պնդում էր բոլոր հեռուստակայաններում բոլոր խորհրդակցությունների ընթացքում ինչ որ տարատեսակ հանրային քննարկումների տարատեսակ ձևաչափերի ընթացքում իրեն կոտորում էր բառի բուն իմաստով որ սա լավագույն ֆիսկալ քաղաքականության գործիքներից մեկն է, առանց սրա մենք կկործանվենք, ստվերը կխեղդի Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, չէ՞։ Հիմա այս նույն անձը տարածորեն 1 տարվա ընթացքում ամիսներ անց հրաժարվում է իր գովազդած այս գործիքից։ Ինչ է սա նշանակում։ Առնվազն նշանակում այս մարդը իր տեղում չէ։ Այսքան ձախողվել է։ Ձախողվել է, ընդհանուր ձախողումը լիակատար ձախողում է։ Այս կարգի կատաստրոֆիկ ձախողում, որ հարևան երկրներում ես բոլորի տնտեսություններն ուսումնասիրում եմ եւ օրենսդրական հիմնական տնտեսական թեմաներն ուսումնասիրում եմ, պատկերացրեք, որ այս կարգի ձախողում ոչ միտեղ չկա։ Մարդը պարզապես դրսևորում է մի անհասկանալի վարք Եվ ձախողումը ներկայացնում է, որ մի բան մցրել էինք, մի օրենսգիրք, մի ենթադրենք լուծում, մի պահանջ մցրել էինք, հիմա հասկացանք, որ այդ պահանջը ձեր համար անհարմարություն է ստեղծել, հիմա այդ պահանջի որոշ դրույթներից մենք նահանջելու ենք։ Լսի, դա Չինաստանի մասին մի, այսպես ասած, առած կար, ասում են մենք ստեղծում ենք դժվարություններ եւ հերոսաբար հաղթարում ենք։ Մենք այդ դժվարությունները կհաղթարենք նաեւ առանց քեզ։ Ես առնվազն պահանջում եմ, որ Բաբկեն Թունյանը պարզապես հրաժարական տա հեռանա։ Մարդը իր ամբողջ հանձնաժողովի աշխատանքինքն է կոորդինացրել։ Ամբողջ հանձնաժողովի կազմով հաստատել էին, որոշել էին, ազգային ժողովն էլ դա դակեց իրենց լավագույն տրադիցիաներով Մարդը փաստորեն սխալ բաներ բերել։ Բերել էր մի բան, որ տնտեսական դաշտը աղճատում է, որը քաղաքացիների վստահությունը պետության նկատմամբ աղճատում է։ Հիմա բայց ինչ են բերել։ Միակ դրականը նա է, որ նոյեմբերի 1-ին պետք է քաղաքացիներին նախազգուշացնեին եւ 1 ամիս հետո քաղաքացիներին պետք է տուգանեին 10,000 դրամով, հիմա այդ տուգանելու ռեպրեսիվ, ինչպես ինքն է ձևակերպել, մոտիվից գնում են, ընդհանրենք, մոտիվացնող քաղաքականության դաշտ։ Այդ տղա, դու այս թեման լրիվ տապալել ես, ինչ նշանակում, ռեպրեսիվը որն էր, այսինքն դու որոշել որ ռեպրեսիա պիտի իրականացնեիր։ Դե տուգանքները նկատի ունի։ Ես գիտեմ ինչ, բայց պատկերացրեք, այս այս մարդը տնտեսությունից հեռու մարդ է։
այս մարդը չունի այդ գիտելիքները, սրա աշխատանքային փորձը այս տապալումները փորձն է։ Եվ ինչ պետք է մենք անենք, սիրելի ժողովուրդ, այս ժողովրդին եմ ասում։ Սրանց ասածներին մի հավատացեք։ Հիմա ես վստահեցնում եմ, որ մի թակարդ են լարել, եւ այս թակարդի մասին մենք նոյեմբերի միջև 1-ը կիմանանք, որովհետեւ նրանք որոշել են արտահերթ նիստ գումարեն ազգային ժողով եւ այս նոր հիմարությունը, թակարդային հիմարությունը բերեն ու դագեն։ Բնականաբար ինչ է լինելու, բնականաբար իրենք բախվեցին քաղաքացիների մոտավորապես 630,000 հոգի պետական միջոցառմանը հրաժարվել է մասնակցել։ Այսքան մասնավոր, հա, մասնավոր բոլոր ընկերություններում աշխատողները ըստ էության կարելի ասել բոլորը պետականն նույնիսկ պետականից էլ 100,000 էլ պետականից են հրաժարվել մասնակցել։ Հիմա խնդիրը գիտեք որն է։ Սրանք մի հատ ճիզվիտային խաբեբայություններով այսպես հյուսված մի հատ նոր բան են բերելու, արդեն վստահ ենք։ Առաջին որտեղ անոնսը նրանք տվել են։ Բերելու են, փորձելու են, դա հասկացած փորձելու են կապել ժողովրդի գլխին, բայց հիմա սրանք որոշել են, որ կազմակերպված ուժի փոխարեն գործ ունենան մեկ անհատի հետ։ Այսինքն, այս պահին 630,000 հոգի միավորվեց, նույնիսկ ոչ ոք փորձ չարեց դա կազմակերպել միավորում։ Մարդիկ հասկացան ինչ է իրեն սպասում, մարդիկ հասկացան, որ իրենց ոչ թե տուգանքի մասել են դառնալ, այլ մարդիկ հասկացան, որ իրենց կաշին քերթելու են։ Ինչ է նշանակում մեկ անձի, մեկ ընտանիքի անդամների միջև փոխանցումները որոշել են 20%-ով հարկեն։ Ինչ է նշանակում։ Բա ընտանիքից է խոսում, բա խոսում եք հարազատների օգնության մասին։ Այսինքն եթե եղբայրս ինձ եթե ձեր եղբայրը ձեզ փող ընտանիք օրվա ընթացքում փոխանցեր 20% սրանք որոշել էին այս գումարը գանձեին։ Հիմա այդ նույն այդ 20%-ի մտքից չեն հրաժարվում, բայց հիմա փորձում են պետական ռեպրեսիվ մարմնի հետ շփումը քաղաքացու սարքեն միայնակ մոդելով, այսինքն քաղաքացուն ուսումնասիրելու են բանկային գաղտնիքը, իհարկե թքածուն է սրանք բանկային գաղտնիքը, պարզապես թքածուն են, այդ օրենքը մաղ են սարքել, մաղ, այդ օրենքի միջև ամբողջ ինֆորմացիան երբ ինչ պետք է ստանում են, այս կարգի օրենքների քայքայում կոռուզիա ոնց որ Հայաստանում է, երևի քիչ երկրներում կլինեն, հավանաբար աֆրիկական երկրներում։ Հիմա նայեք ինչ են անում, մարդու ինֆորմացիան վերցնելու են, բա դու մի հանձնի, մենք ուսումնասիրենք, մենք կգրենք քո տեղը կլրացնենք։ Լսեք, այս մարդու եկամտահարկի պարտավորությունները, չէ՞, եկամտահարկի պարտավորությունները վերաբերյալ վերջ-վերջո քայլ կատարեք, վերջ-վերջո բացատրեք, այն ձեր ասած 300,000 դրամի ինչ-որ մի թեզ էին պտտում, խաբում էին մարդկանց, բա 300,000 միջև չի հարկվելու, բառացիորեն խաբում էին, որովհետև եկամտահարկի օրենքը թող բաց են կարդան, այնտեղ գրած է հարկվող եկամուտներ եւ չհարկվող եկամուտներ։ Ինչ 300,000 դրամի թեզ էիք պտտում։ Այս մարդիկ խաբեբաներ են, բառացի խաբեբաներ են եւ սրանք ցավալի է խոստովանելը, որ հիմա տնտեսական քաղաքականության ինչ որ թեզեր են մշակում։ Այդ տեսակ մշակածը 6 ամիս հետո ասում է նորն ենք մշակում, որ ձեր կյանքը հեշտացնենք։ Գնաք ու կյանքը հեշտացրա, մեզ ազատի, ժողովուրդն էլ ազատի քո հետ հարաբերվելու, ընդ որում որպես օրենսդրություն մշակող ընդհանրենք ինչ սուբյեկտի։ Առնվազն պահանջում են, որ այդ անձնավորությունը հրաժարական տա։ Ես անկեղծ ես ասեմ, հավանաբար ԿՊ-ի կազմում կլինեն մարդիկ, ովքեր որ սթափ են դիտարկում անավ տնտեսական բլոկում։ Եվ նրանք պետք է հասկանան եւ գիտակցում են, վստահ եղեք, որ այս անձնավորությունը աններելի սխալ է թույլ տվել եւ այս աններելի բաց թողումը չպետք է գիտեք ոնց շարունակական լինի։ Նեղությունը չի խնդրում, ախր որ տապալել է։ Հիմա ես մի բան ասեմ, հարյուրավոր սեմինարներ են արել։ Սեմինարները իհարկե եղել են բանախոսներ, մշակվել է հարկային տեսության տաք սերվիսի մեջ մշակվել է համապատասխան բաժին, պետությունը ծախս է կատարել, ճիշտ է։ Դրանից զատ իրազեկման ակցիաներ են իրականացրել։ Այս ամբողջը գումարած իր հանձնաժողովի բոլորի աշխատավարձերը եւ իրենց ընդհանրենք պարգևավճարները,
Այս պետությունը ահռելի ծախսար է, սա կորավ։ Սա միանգամից կորավ։ Հիմա ոնց որ ասում են, բայց այդ թոշակների բարձրացման փողը որտեղից, այսպես բաները կանխելու ենք։ Այս կարգի քյալագյոզություններ, այս կարգի անգրագիտություն, ու այս կարգի ցինիկ վերաբերմունք պետական ռեսուրսների նկատմամբ չպիտի լինի։ Այդ անձնավորությունը պիտի հրաժարական տա հեռանա։ Ես ես մի բան էլ ասեմ։ Այդ անձնավորությունը ստանում է մոտավորապես 1.5 միլիոն դրամ փող։ Հիմա ընդհանրենք, արդյոք ճիշտ է, արդյոք արդար է, արդյոք քրիստոնեական արժեքների մեջ տեղավորվում է այն բնդումը կամ այն իրականությունը, որ այս անձնավորությունը 40 անգամ ավելի շատ գումար է ստանում պետությունից, քան թոշակառուն։ Բայց վստահ եք, որ իրենք քրիստոնյա են։ Նու չեմ կարող պնդել, հավանաբար, ես ընդամենը հարցը բերում եմ ավելի հռետորական դաշտ, բայց 40 անգամ ավելի շատ փող է ստանում, 40 անգամ։ Ու ինչ որ գրառումների մեջ էլ Պողոս, եսի միշ բան, չի կարելի էլի։ Այդ կարգի մարդիկ պիտի պետական կառավարման մեջ չլինեն։ Ասում եք անհատի համար որոգայթ են լարելու, այսինքն այն մարդիկ, ովքեր զուտ աշխատավարձ են ստանում եւ այդ աշխատավարձով ապրում ու իրենց երևացող գումարը աշխատավարձն է, չհանգստանան այս հայտարարությունից։ Իհարկե չպետք է հանգստանան։ Իհարկե պայքար է լինելու եւ պայքարը ես հավանաբար թոշակառուներ շատերը գիտեն, որ ես նվիրված կերպով պայքարում եմ իրենց համար, նվիրված։ Ես օրական մոտավորապես 14 ժամ թոշակառուների շփման մեջ եմ։ Հանդիպումներ, խորհրդակցություններ, օգնություններ, զանազան, հիմա չեմ ուզում շատ բան ձեզ պատմեմ, մենք կոնսոլիդացնենք այդ պայքարը, մի ընդհանուր օրինակ եմ բերում, ընդհանուր մեկ օրինակ եմ բերում, եթե ուշադրություն, իր ընտանիքի անդամներից մեկը 1000 դրամ փոխանցի թոշակառուին, սա որ ասում են թոշակառուներին չի վերաբերվելու իբր թե ստում են, եթե 1000 դրամ փոխանցեց քարտից քարտ, իսկ բանկային մի հաշվից մյուս հաշվի եկավ 1000 դրամ, թոշակառուն դրա պարտավորությունը կրելու է։ Ու դեռ մի հատ էլ պիտի մտնի հայտարարագրի այդ գումարը։ Այո, պետք է մտնի հայտարարագրի, որովհետև ինչ է լինելու, որովհետև ՊԵԿ-ի մեր ծառայողները, ֆիսկալ գործառույթ իրականացնող անձնավորությունները, իրենց լիազորությունների շրջանակներում համադրելու են բանկային հաշվի եւ բանկային հաշվի շարժի տարբերությունը, չէ՞, երևալը որ դա ոչ թոշակ է եւ ոչ էլ աշխատավարձ, որովհետեւ թոշակը պետությունը վճարում կամ աշխատավարձը վճարում է հարկային գործակալը, եւ դա նրանց եկամտահարկի վերաբերյալ տեղեկություն հաշվետվությունների մեջ երևում է, երևալու այդ 1000 դրամը դուրս է այդ գումարից, այսինքն թոշակառու վրա այդ մի անգամից ազդելու է, ծանուցում է գալու, ծանուցումից տուգանելու են, մի խոսքով։ Քանի որ թոշակառուների մասին եք խոսում, ես մոռացա մի հարց ճշտել, պարոն Կամենդատյան, Թոշակի օրը փոստատանը թոշակառուների հերթերը ինձ վստահեցնում են, որ շատ մարդիկ բանկային քարտով չեն ստանում եւ շատերը որպես թոշակառու, որպես հին մարդ չեն էլ ուզում, հայ այսինքն ծանոթներ ունեն, չեն ուզում ընդհանրապես առնչվել, իրենց համար դա օտար աշխարհ է, իրենք սիրում են փողը շոշափելով ստանալ եւ տանել այդպես շոշափելով ծախսել։ Վիճակագրական տվյալներ կան, քանի հոգին է անցել քարտային համակարգին, քանի հոգու վրա այդ 20% քեշբեքի բարձրացումը չի անդրադառնալու եւ ըստ էության չի կարելի ասել թոշակների բարձրացում։ Ես թոշակառուներին մի խորհուրդ եմ տալի, եթե նրանք ցանկանում են այս օյն բազություններից, այս այդ կաշի քերթոցի օպերացիաներից հեռու լինեն, հավանաբար նրանք պետք է իրենց առօրյաները կատարեն գոնե կանխիկով։ Բայց դեպքում չի բարձրանում թոշակը։ Սպասեք, այստեղ մենք խնդիր ունենք, որովհետեւ հիմնական առևտրային տարածքները, որտեղ նկատվում են մոլերը, տոնավաճառները, որտեղ որ քիչ թե շատ ՀԴՄ տրամադրումը ենթադրենք կանոնակարգված է եւ համապատասխան այդ մշակումը, ինֆորմացիայի եւ ծառայության մատուցումը որոշակի անցնում է ֆիսկալ հնարավոր այդ սխեմաների մեջ։ Բայց խնդիրը հետեւյալն է. այդ մոլերում նույն ապրանքը առավոտը 40%-ով 50% նաև ավելի բարձր է, մանավանդ գյուղմթերքը։ Հիմա, եթե դու կորցնելու ես 40%, բայց շահելու ես ինչ-որ 20%, որը կարող է հոկտեմբեր ամսին այլևս չլինի,
չէ՞։ Ինչի մասն է խոսքը։ Սա պարզապես ընդհանրենք իրենց օգտակար խորհուրդ եմ տալիս։ Իհարկե, անկախիկը ավելի առաջավոր է, անկախիկը հնարավորություն տա ստվերի դեմ աշխատել, բայց մեկ անձի, մեկ թոշակառուի համար, որ հաշվարկ է ստանում, թոշակառուն ինչ է անում, թոշակառուն ոչ շոր է գնում, ոչ ընդհանրենք ինչ որ ճանապարհորդում է, թոշակառուն գնում է կամ դեղ, կամ պարենամթերք։ Պարենամթերքի հետ կապված իրենց բակային խանութները առաջարկում են ավելի նախընտրելի գնել մոտավորապես 40-50%-ով ցածր։ Այստեղ խնդիր կա, էլի, թող իրենք կողմնորոշվեն։ Հասկանալի է տրամաբանությունը։ Շարունակում ենք թոշակառուների թեման, գույքահարկի մասով։ Գիտենք, որ մասնավորապես կենտրոնում ապրող թոշակառուների համար զգալիորեն, հա, դուք ասացիք, որ մինչև ամսական 40,000 դրամ թոշակառուները պարտադրված են լինելու գույքահարկ վճարել եւ հունվարին, հա, դեկտեմբերին արդեն պիտի այդ վճարումները կատարվեն։ Այո։ Ուսումնասիրել եք, օրինակ շատ թոշակառուներ դրանից դրդված ստիպված են եղել իրենց բնակարանները վաճառել եւ ծայրամասուն բնակարաններ գնել, սա էլ ռեպրեսիա է, պարտադրում են թոշակառուն եւ իրանք էլ չեն թաքցնում, չէ՞, թող կենտրոնում չապրեն, գնան ծայրամասերում ապրեն, այո, կենտրոնում իրենք մենակ պետք է ապրեն։ Կա այդպիսի ուսումնասիրություն, քանի մարդ է պարտադրված եղել եւ ինչպես են պատրաստվում այդ մարդիկ վճարել։ Հարցը գիտեք որն է, մեր երկիրը ինքը չափերով բավականին փոքր է։ Մեր մոտ տնտեսական փոխհարաբերությունները եւս ահռելի բնույթ չեն կրում, որտեղ մենք փոքր երկիր ենք, փոքր մեր խնդիրներով եւ շատ հաճախ թվերի ինչ որ քանակը մեր մոտ կարող են համատել այլ երկրների հետ, հասկանալ, որտեղ փոքր խնդիրներ են։ Իրական խնդրեմը այլտեղ է։ Իրականում այս մարդիկ մեղմ ասեմ, ուրացել են քաղաքացում, մանավանդ տարիքային արդեն բարձր իրենց ֆիզիկական ակտիվության մայրամուտում գտնվող մարդկանց։ Այդ պարզապես մոռացել են։ Հիմա գույքահարկի այդ թեզը, որ բերեցին, նոր բանաձևով բերեցին, հաստատեցին, ընդ որում եկող տարին է բարձրանալու։ Ես հավաստիացում եմ, հաջորդ տարին էլ է բարձր լինելու։ Հիմա նայեք, այս մարդկանց ոչ թե մոռացել են, այս մարդկանց ցանկանում են ունը զրկեն։ Հիմա գաղտնիք չէ, որ թոշակառուները հարմար, ոնց ասեմ, որ ավելի պարզ են, հարմար թիրախ են զանազան խարդախների համար։ Ենթադրենք ինչ-որ մեկին վարձով իրենց բնակարանը տան գնան, հայտնի չէ դա ինչով է ավարտվելու։ Ենթադրենք բնակարան մի մասը ծախեն, հայտնի չէ դա ինչով կավարտվի։ Գիտեք ոնց է, թոշակառուն այն խռովահույս ծովի վրա լողացող մի հատ փոքրիկ թղթի նավակ է։ Ամեն շարժից, ամեն քամուց կխորտակվի։ Մենք ինչ ենք առաջարկում։ Մենք այստեղ էլ ունենք մեր առաջարկած ծրագիրը, մեր որ ասեմ ենք շուտով նորից աշխատանքները կսկսենք տանենք, մենք առաջարկում ենք հետևյալը։ Եթե թոշակառուն բնակվում է միայնակ, գրանցված է եւ բնակվում է միայնակ, նրան ընդհանրապես ազատել գույքահարկից, ընդհանրապես ազատել գույքահարկից։ Եթե թոշակառուն բնակվում է ընտանիքի հետ, ընդհանրենք որդու հետ կամ աղջկա հետ, չէ՞, մենք առաջարկում ենք բազիսային քառակուսի մետրերի ծավալից հանել 30 քառակուսի մետրի չափ ծավալ եւ նոր մնացած ծավալի վրա հաշվարկի իրականացնել գույքահարկի։ Այսինքն կստացվի, որ մենք թոշակառուին կազատենք գույքահարկի այդ պարտավորությունից։ Քանի որ մեզ ծերեր են լսելու, վստահ եղեք, նորից բացատրեմ։ Ծերեր 65 տարեկանը ծեր չէ։ Չէ, ծերեր են լսելու բազմաթիվ։ Նայեք, եթե բնակարանը 100 քառակուսի մետր է, դրանից 30 եւ ընդհանրապես նա կազմում էր 350,000 դրամ տարեկան, չէ, գույքահարկի գումարը։ Մենք առաջարկում ենք, որ այս 100 քառակուսի մետրից հանվի 30-ը մեկ թոշակառուի հաշվարկով եւ հաշվարկը տանել արդեն 70 քառակուսի մետրի վրա, դրա բազիսի վրա, որը բնականաբար գույքահարկի գումարը մոտավորապես
կդարձնի 250,000 համարյա 100,000 դրամով տարեկան կպակասի։ Սա խնդիր է, եւ այս խնդիրը լուծվող է։ Եվ կոնկրետ պետք է այս խնդիրը ձև անել։ Հիմա ես մի բան ասեմ։ Թոշակառուների հետ կապված, օրինակ տեղական իշխանությունները ունեն արտոնությունների որոշակի լիազորություններ։ Նրանք կարող են լիազորություններով իրենց որոշակի արտոնություն տալ։ Բայց քաղաքացին պետք է գնա դիմում տա, դիմումը չգիտեմ քննարկման ինչ ընթացք ստանա, ինչպեսի արդյունք կարձանագրվի, դրա փոխարեն մենք առաջարկում ենք հստակ օրենսդրական նորմ մտցնել, ինչ դիմում, ինչ արտոնություն, ինչ շփում պաշտոնյայի հետ, այդ մաղարիչների համակարգ ենք սարքելու, չէ, մենք առաջարկում ենք օրենսդրական հարցը կարգավորել, թոշակառուի 30 քառակուսի մետրը հաշվարկի բազային քառակուսների ծավալից հանել, լավագույն լուծումն է։ Իդեպ միայն լուծում էր առաջարկում, չեմ հիշում ԿՊԱ-ական падգամավորներից ով էր, ասում էր թող չմուծեն, գույքահարկը թող չվճարեն, թող կուտակվի։ Նա ստում է, ընդ որում գիտեք ստել ինչի համար է։ Հիշում եք ով էր առաջ, դուք եք լսել, դրանք նույն դեմք ունեն, նույն պարունակություններ, նույն բովանդակությունն են, կին լինի, տղամարդ լինի, թե ծեր լինի կամ երիտասարդ լինի, դա ստում է, գիտեք ինչի համար, որպեսզի մարդիկ հավատան իրեն, մարդիկ կուտակեն պարտքեր եւ ընտրություններից առաջ այդ մարդկանց կանչեն, ասեն արի պարտքի մի մասը ջրենք, հեչ կանենք, կարկախենք, ձևակերպում կտանք, կզրոյացնենք, դու պարտավորված կնես, մեզ կգնաս քո թանկարժեք ձայնը կտաս։ Այդ խափեփաների խմբակա։ Ինչի մասն է խոսքը։ Վերջին հաշվով, եթե շենքի հետ ինչ-որ մի բան է լինում, օրինակ տանիքի վերանորոգման խնդիր է լինում, հրաժարվում են տվյալ քաղաքացու խնդիրը լուծել, ասելով մինչև գույքահարկը չվճարես ամբողջությամբ, պատկերացրեք տարիներով կուտակված գույքահարկը տեղական ստանալու դիմաց գույքահարկի վճարեն, թադրեն կատարելու չկատարելու այդ պարտավորությունները, դա ցինիկություն է։ Դե ամեն դեպքում ուզում եմ ասեմ, որպես լծակ օգտագործվելու է։ Կան լիազորություններ, կան օրենսդրական պարտավորություններ, կան օրենսդրական լուծումներ, դրա փոխարեն հարցը տանել ինչ որ ԺԿ-ի պետի այս զրույց ընդհանրեն քաղաքացի, չի կարելի, պարզապես չի կարելի։ Վերջին հաշվով դա կաշառքի տեսակ է, դա կենցաղային կաշառք է։ Կենցաղային կաշառք է, ընդ որում ինչի մասնակցում, պարտք է, պետք է պարտքը վճարվի։ Ինչ նշանակում արի, այս արա թե չէ, այս կլինի, այն կլինի։ Այդ մոտեցումը կիսա-ասիական, այդ հավանաբար Աֆղանստանում, Պակիստանում, այն կողմերն է դա տարածված։ Հիմա այս կարգի, երբ որ մենք օրենսդրություն ենք անդադ թարմացնում, լավարկում, անդադ իբր թե նոր նորմեր ենք մտցում, ինչ որ եվրոպական երկրներ ենք համատում, այս ամեն ինչը անելով եւ գնալ ընդհանրենք արդեն հողի վրա, որ ասում են տեղում, ընդհանրենք մտնել ինչ որ ասիական, այսպես ասած, բաների, կաշառքի, ինչ որ չգիտեմ, օրհնության, եսի մինչեր հետ կապված, սա կոռուպցիայի բուն է, եսի կոռուպցիա է, այդ կոռուպցիայի դիմացը պիտի առնենք, որտեղ մենք պետություն ենք, պետությունը պիտի հստակ նորմերը սահմանել, նորմերով առաջնորդվում, ինչի մասնախոսքը, ԺԿ-ի պետը ինչ իրանք ունեն քաղաքացու ինչ որ պայմաններ, բանավոր կնքել, ես տանը, եւ մի զարմացեք, բազմաթիվ տեղական ինքնակառավարման մարմիններում, հավանաբար մամուլում նկատած կնեք, անդադ ձերբակալվում են։ Խուրձերով պաշտոնյաներ են ձերբակալվում, խուրձերով։ Հիմքը ո՞րն է։ Հիմքը այդ հիմքն է, որ պետական նորմերը, պետական օրենքների պահանջները մոռանալով մարդիկ ինչ որ մասնավոր խոսակցությունների մեջ են մտնում, դրա համար խրձերով ձերբակալվում են։ Հասկանալի է, ցավոք սրտի հասկանալի, բայց իրականություն։ Դուք ասում եք եվրոպական չափորոշիչներ, բայց իմ կարծիքով նախ պիտի մեր ժողովրդի կենսամակարդակը բարձրացվի եվրոպական կենսամակարդակի, հետո նոր եվրոպական չափորոշիչները փորձեն կիրառել մարդկանց վրա։ Իսկ այստեղ ասիական է մնում կենսամակարդակը մարդկանց, իսկ իրենք եվրոպական չափորոշիչներ են։ Խնդիրը գիտեք որն է։ Եվրոպական արժեքները, որ մենք խոսում ենք դրանց մասին, դրանց բովանդակության մեջ, մենք հետին ազգ չենք եղել։ Կիլիկյան Հայաստանը համարվել է եվրոպական ամենազարգացած պետություններից մեկը։ Իր կանցլերով, կանցլեր ենք մենք ունեցել, հասկանում եք, պաշտոն։
իր ընդհանրենք օրենքների հետ կապված մենք ամենազարգացած երկրներից մեկն ենք եղել։ Եւ Եվ կենսամակարդակն է բարձր է եղել։ Այն անգարգիտությունը, որ հիմա տիրում էր Հայաստանում, այո, անգարգիտությունը մեր մոտ անընդհատ sense ալեկոծվում է, ընդհանրենք իր ստվերից, խորխորատից հանում է նոր մութ հալիքներ, նոր մութ ուժեր, չէ՞։ Սա պատճառը, հետևանքը նա գիտեք որն է, որ 500 տարի այդ թուրքական աղբը հայկական էթնոսը ստրկության էր մատնել։ Եվ բերել էր մեր ինքնության մեջ, մցրել էր զանազան խաբեությունները, խարդախությունները, օրենքին չլսելը, ենթադրենք ստրկամտությունը, այսա մենք եղել ենք Եվրոպայի ամենաառաջավ երկրներից մեկը։ Եվ հայկական եւ լատինական ասպետների այդ միությունները, նրանց հանդիպումները, նրանց գործած հրաշքները, նրանց պատերազմական ժամանակներում հավատարմությունը, սխրանքը, զենքի ուժը, այս ամեն ինչը համադրելի է եղել։ Այդ թուրքական ամբողջ աղբն է եւ թուրք նվաճողների տիրապետության արդյունք է սա։ Այս ամեն ինչը մենք դեմ ենք։ Եվ եվրոպական երբ որ ասում ենք, մենք Նորվեգիայի արևը չենք լացում, ձեզ անկեղծ ասեմ, բայց մենք պատկերացնում ենք եւ այդ եվրոպական արժեքների մշակման մեջ մեր էթնոսը ունեցել է իր վճռական չասեմ, բայց կարևոր բաղադրիչ մասն է ունեցել։ Մենք դա ենք ասում, ոչ թե մենք գնանք ընդհանրենք Պորտուգալիայի մի հատ գյուղում ընդհանրենք ինչ որ մեկը ինչ որ բան է անում։ Չէ, դա մեզ հետաքրքիր չի։ Չէ, ես նկատում եմ մեզանից սովորել մեխանիզմները։ Նրանք են մեզանից սովորել։ Իսկ այդ մեխանիզմները, ես ձեզ հավատացնում եմ, կոնկրետ հիմա եվրոպական միության այս վերնախավը դրանք ինչ էլ որ ուզենան օրինագծեր մսեն, բայց մենք նրանց նաև մարդկային կերպարն ենք չտեսնում։ Դրանցից ոչ մեկը ես վստահեցնում եմ, այդ եվրոպական արժեքները ոչ էլ դավանում են։ Դրանք խոշոր կապիտալիստական մոնոպոլիաները ստրուկներ են ընդհանրապես։ Էս է խնդիրը։ Պարոն Կոմենդանտյան, ոչ պակաս կարևոր խնդիր է մեզ համար արտաքին պարտքը, որը արդեն հատել է 13-ի, եթե ոչ 14 միլիարդի սահմանները։ Իհարկե տնտեսագետները ասում են, որ պարտք կուտակելը վատ չէ, եթե այն արդյունավետ է կառավարվում, բայց այս չափի, այս իրենց կառավարման 7 տարիների ընթացքում կրկնակից ավելացնել արտաքին պարտքը եւ ամեն դեպքում ես արդյունավետությունը ին վրա չեմ նկատում, դուք նկատում եք այդ պարտքի արդյունավետությունը, ինչի վրա են ծախսվում այդ գումարները։ Երբ որ դուք պնդում եք, որ առանձին տնտեսագետները այդպես են ասում, ակնհայտ է դուք մտածում եք կան նաեւ հակառակը մտածող տնտեսագետներ։ Ես մի օրինակ բերեմ, եթե չես խամ ամերիկյան ավտոմոբիլաշինության խոշորական կամպանիաներից մեկի դիրեկտորին հայտարարություն են տալիս եւ այդ հայտարարության մեջ նա պնդում է, ասում է ես ուզում եմ ինձ օգնական գտնեմ, նոր ընդունեմ աշխատանքի, որը լինի միակարծիք։ Ասում եմ, խնդիրը ո՞րն է միակարծիք, ասում եմ, որտեւ եթե process-ը կա կամ խնդիրը կա, խնդիրը կա, մի տնտեսագետների խումբ ասում է, եթե այս կողմից նայեք սենց է, այն մեկ ասում է այս կողմից, չէ, պետք է լինի միակարծիք, ճկուն, բայց միակարծիք պետք է լինի։ Միակարծիքը հետևյալն է. աղքատության պայմաններում, ոնց որ այն պայմանը, որ մեր երկիրն է ձևավորված արդեն 23-24% աղքատություն, ծայրահեղ աղքատությունը մոտավորապես արդեն մի քանի տոկոսի է ձգում։ Հիմա նայեք, մեր երկիրը այդ գայթակղությունը ուներ փող վերցնելու, բայց մեր երկիրը հիմա կանգնած է լուրջ պատնեշի դիմաց։ Այս մարդիկ անընդհատ վերցնում են փողը, իրենք մտածում են հետևյալ կերպ։ Մտածում են 5 տարի ես լինել եմ իշխանության ղեկին, չէ՞, թող գա փողը, իմ կողմնակիցներին փող կտամ, ոստիկաններին փող կտամ, այն միտեղ ընդհանրենք ֆեստիվալ կկազմակերպեմ, միտեղ մի ուրիշ բան կանեմ, միտեղ ընդհանրենք թանկարժեք ավտոմեքենաներ ձեռք բերեմ իմ համար, կնոջս համար, երեխաների համար։ Կգնամ Չինաստան, Ճապոնիա կշրջագայեմ։ Կգնամ Ճապոնիա, Նեպալ, թող Նեպալ գնար։ Ամենաճիշտը Նեպալ գնալն էր, որովհետև Նեպալում հավանաբար համաշխարհային կառույցներից գոնե կծանոթանար այդտեղ զսպվածության, խոհեմության մեծ դաս կներ Նեպալում, եթե գնար ընդհանրենք Դալայ Լամայի ընդհանրենք հայրենիքում այդտեղ մեծ սրբավայրեր կան։ Խնդիրը գիտեք որն է։ Կոնկրետ այս բային արտաքին պարտքը մենք այլևս չեն կարողանում կառավարել։ Կառավարելը որն է։
կառավարել է, որ եթե մենք օրինակ մեր հնան կամ պետական բյուջեի եկամուտները հնարավորություն տային, որ մենք պարտքի մարումները կատարենք, դրա հետ միասին սոցիալական բնագավառում կատարենք իրական քրիստոնեական, այսպես աշխատանք, բարեփոխումներ, որ մարդկանց ընդհանրենք մեր խոսածած թոշակներ կա։ Ես դրան միգուցե դեմ եմ, բայց աշկը փակեի դրա հետ կապված։ Որովհետև ես տնտեսվարող որպես եղել եմ ժամանակին, գիտեմ, որ պարտքը ամենավատ բանն է։ Եվ եթե մարդիկ անորքրպ պնդում են, որ դա մենք կարող ենք արդյունավետ օգտագործել, ես մը արդյունավետ չօգտագործելու կոնկրետ հայկական օրինակ ձեզ կարող եմ բերել։ Վարկ վերցնող, վարկը չփակող, խաղամոլության մեջ թաթախված, հավանաբար թմրամոլության հետ նաև կապ ունեցող անհուսալի վարկառու քաղաքացին բանկին տանում է փաստացի դեպի սնանկություն, որտեղ բանկի գումարները տոկոսներով չի վերադարձում։ Հայտնվում է հայկական պետությունը, ասում է թղթախաղի սիրահար, թմրամոլ իմ քաղաքացի հպարտ, պարտ վերցնող, պարտ չվերադարձնող, դու արի միայն ձևակերպի պետական բյուջեի եկամտահարկի գումարը, որ քո աշխատավարձից առաջանալու էր, ես դա կստանամ քեզանից, պետական բյուջե չեմ հանձնեի եւ կտամ բանկերին, որ քո պարտքը մարվի։ Սա ինչի մասն է վկայում։ Սա վկայում է, որ ինչ գումար տաս, այս մարդիկ անարդյունավետ են ծախսում, որովհետև այս մարդիկ չեն վայելում ժողովրդի ճնշող մեծամասնության եւ հարգանքը, եւ ակնածանքը, եւ վստահությունը, եւ հավատարմությունը։ Դրա համար ինչ են անում։ Դրա համար փորձում են օգտագործել զանազան խայծեր։ Այդ թվում ընդհանրենք անհուսալի վարկառուին այստեղ զիջեցին, փողոցներում հարյուրավոր խախտումներ արձանագրած վաղորդի տուգանքները ժամանակին այնտեղ զիջեցին։ Այս աշխը կամ հիմա պարեկը ստանում է ընդհանրենք 400-450 հազար դրամ, երբ որ նույն ֆիզիկական կոմպլեկցիայի, նույն կարելի ասել կրթության, նույն հնարավորության զինվորականը ստանում է 100,000, 150,000 պակաս։ Խնդիրը նա է, որ այստեղ արդյունավետ կառավարման, այդ պարտքի գումարի կառավարման հետ կապված լուրջ խնդիր ունենք։ Մի բան ձեզ ասեմ, այդ կառավարման հետ կապված կարևոր հարցերից մեկը արտաքին պարտքի ռեստրուկտուրիզացիան է։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանը այսօր ունի 10%-ով, 11%-ով պարտք, հիմնական ներքին պարտք է։ Նա ինչ պիտի անեն։ Մտածող մարդը վերավարկավորեն, վերավարկավորման աղբյուր փնտրեր ֆինանսական շուկաներում դրսի, չէ, եւ ոչ թե հապճեպ, հրատապ, գնար ընկներ, ոտերները ասեր, ես վճարում ունեմ, փող չունեմ, բանկրոտ եմ։ Այ հիմա աշխատեին, հենց հիմա աշխատեին 10% վարկի փոխարեն վերեին վարկ 3.5%-ով ընդհանրենք։ Պատկերացեք $1 միլիարդ մեջ դա ինչ ահռելի գումար է։ Բայց կա նման հնարավորություն, որտեղ ինչքան շատ է պարտքը լինում, այնքան տոկոսները բարձրանում են։ Խնդիրը նա է, որ նայած դու պարտքի պրոսպեկտը, պարտքի բրոշյուր, ասենց ասեմ, էլի, այդ բանը բորսաներում որ ժամանակ ես ներկայացնում։ Դրա համար բայց ինչ է պետք։ Դրա համար պետք է ուսումնասիրություն, դրա համար պետք են լավ մասնագետներ պետք է լավ աշխատեն, որովհետև լավ մասնագետի աշխատանքից կախված է արդյունավետության հարցը։ Հետո արդյունավետության հետ կապված արտադրողականության լրջագույն խնդիր կա, այս մարդիկ ես չեմ հասկանում սրանք կառավարման ինչ մոդել են դավանում։ Այս մարդիկ պարզապես ոնց ասեմ, անհասկանալի մոդել է։ Անհասկանալի ժամանակ ձգելու մոդել է։ Ժամանակ ձգ։ Եվ ես ասեմ, հաջորդ իշխանությունը, որ կձևավորվի եկող տարի, լրջագույն խնդիրներ է բախվում։ Ժառանգելու է այս բոլոր խնդիրները։ Ժառանգելու է, որովհետև արտաքին պարտքից, պատկերացրեք, մենք այս տարի 2026 թվականին 423 միլիարդ դրամ մենք տոկոս ենք վճարել։ 1 միլիարդ 100 միլիոն մարդիկ փող են հավաքելու, որ տան այդ արժույթի միջազգային հիմնադրամին, համաշխարհային բանկին, զարգացման ասիական բանկին, այդ մարդիկ մեր տեղը գիտենք ոնց են իմացել, որտեղ հասկացել են, որ
սա այն պետությունն է ոչ արդյունավետ, որին կարելի է վարկային բեռի տակ թաղել Հետո եւ վստահելի կերպով փողը հետ ստանալ։ բայց եթե վճարունակ չի պետությունը այդ ֆինանսական Դա նոր վարկ են կառույցները տալիս։ լավ այդ ֆինանսական կառույցները գիտեն որ ի վերջո այս պետությունը կարող է կոլապսի մատնվել եւ չկարողանա վերադարձնել Կոլապսի կարող է Ռիսկի մատնվել, են եթե գնում։ միջոցները չբավարարեին, ընդհանրենք ծախսերը կատարելու եւ պարտավորությունները կատարելու հետ կապված։ Դրա համար նրանք նոր վարկ են տալիս։ լավ վերջում եթե ի վիճակի Վերջ չի չլինի լինելու, պետությունը Վերջ չի վճարելու լինելու, վերջը Այսինքն- գիտեք երբ է լինելու։ ասեք Վերջը լինելու է այդ մոտավորապես ասած երբ հնա եւ պարտ հարաբերակցությունը 60%-ից կանցնի։ երբ որ Հիմա անցավ հիմա 54%, Բան չի 55% են մնում։ պլանավորել, բան չի մնացել։ Այս դա համար եմ ասում, հաջորդ իշխանությունը լրջագույն խնդիրների առջև է կանգնելու, լրջագույն։ Եվ բայց պետք է համարձակ լինել, պետք է գնալ աշխատել, խնդիրը գիտեք որն է, որ շատ լատին ամերիկյան երկրներ այդ իմ ասած եղանակով բավականին մեծ ծավալի վարկեր ջրել են։ Այո, այդ վերակազմավորել են, վերավարկավորում է կատարվել, պարզապես ջրվել է գումարն է, որտեղ այդ խմբերը ովքեր որ տալիս են այդ վարկերը, չէ, նրանք գիտեն որ վիճակը ինչպես է եւ կարող են իրենք ամբողջ գումարը կորցնել։ Դա համար դրանք գնում են որոշակի այսպես վերակազմավորման, որոշակի ստրուկտուրալ փոփոխությունների, որպեսզի իրենց համար աշխատող, դառը դատող, քրտնող պետությունը բերի իրենց միլիարդավոր դոլարներ նվերտա։ Ինչու եմ այդ հարցը տալիս, պարոն Կոմենդատյան, հնարավոր է վերջում օրինակ այդ գումարները տարածքների ձևով պահանջեն, չգիտեմ, կամ այլ ձևով, օրինակ Հայաստանում այս կամ այն համակարգը իրենց ձեռքը վերցնելու։ Իհարկե։ Մենք ունենք Իհարկե հնարավոր է, ես ես մի օրինակ բերեմ, տարիներ առաջ երբ որ Հունաստանը հայտնվել էր այդպիսի բեռի տակ, ընդ որում այդտեղ կան եւ օբյեկտիվ պատճառներ եւ սուբյեկտիվ պատճառներ, որտեղ հունական կառավարությունը Պապանդրեի գլխավորությամբ այդ հիմար քաղաքականություն է վարում, հիմար քաղաքականություն։ Պատկերացնում եք, թոշակ էր ստանում քաղաքացի Պապու փոխարեն, որը 42 թվականին զոհվել էր։ Այդ որը ստանում էր մոտավորապես մեկ աշխատավարձի չափով։ Այդ ծուլացել են հույները։ Դրա համար կոլապս եղավ երկրի հետ։ Այս ընթացքում քննարկվում էր, որ Գերմանիային կամ Ֆրանսիայի կամ որոշակի կապիտալիստական միավորումներին կարող են վաճառվել հունական կղզիներ։ Կղզիներ այնպես էլ են վաճառվում, բայց որպես սեփականություն, ոչ թե ռեզիդենտի կամ ոչ այլ պետության, այսինքն ինքնիշխանությունը տորտի պես կտրելու են տանեին։ Այդ հարցն էր քննարկվում։ Այդ շատ բարդ հարց է։ Հայաստանի հետ կապված այս հարցը բնականաբար առաջանալու է։ Եվ մենք ունենք տարբեր օրինակներ գույք պարտքի դիմաց, հա, որ Գույք պարտքի դիմացը որոշակի վիճակ, չէ, սպասեք։ Նա որոշակի վիճարկելի թեմա է, որովհետև նայեք, այդ գույք պարտքի դիմացը շատերը օգտագործում են նախկին իշխանությունը քարկոծելու համար, ամբողջ երկրամասը ստորագրությամբ Ադրբեջան հանձնողը այդ գույք պարտքի մասին այսպես մտահոգ միջև մա խոսում են։ Խնդիրը գիտեք որն է, դա դատարկ գործարաններ էին։ Ընդ որում դատարկ նկատի չունեն, որ նրանց մեջ մարդ չկար։ Դրանք տեխնոլոգիապես արդեն հնացած սարքավորումներով գործան, դրանք ոչ մեկին պետք չէին։ Ես անկեղծ ասեմ, ոչ մեկին պետք չէին, որովհետև նրանք հնացած էին, հնացած նշանակում որ նրանց արտադրանքը չէր ունալու պահանջարկ եւ մի կարճ ժամանակ հետո պարտքեր կուտակելուց հետո իր հետ այդ ձեռնարկությունը համինքներ գնալու կորեր համեն 2-3 հատ բանկեր հետը տանել կորցներ այդտեղ խնդիրներ կան այն մարդիկ ովքեր որ այդ պարտ գույքի դիմաց բան այդ թեմային մոտիկանում են մեծ մասը նրանք մոտիկանում են որպեսզի քաղաքական ինչ-որ դիվիդենտներ հաստատեն հա Ես փաստորեն կարող են ձեր խոսքը ընդհատեցիչ շարունակել։ Վստահ եք առաջանա։ Միգուցե ինքնիշխանության, այսպես ասած, թեմատիկա մի քիչ քողարկված կլինի, այդ հրաժարումը, բաժանումը, կտրելը, բայց եկեք նույն ձևով քննարկենք այս Թրամփի միջանց կոչեցյալը։ Դա էլ ինքնիշխանության, այսպես ասած, կորուստ։ Ոչ թե ինքնիշխանությունից հրաժարումը
արկա փաստ է։ Այլ բան է, որ դրա քողածածկույթը ինչ որ այսպես հնարավոր ռազմական հակամարտությունն է կամ դրա ընդհանուր ինտերվենցիայի վտանգը այլ բան է, բայց վերջի վերջո այստեղ Հայաստանը որոշակի ինքնիշխանության կուրս կա։ Ինչ որ իրենք ասում էին Վաշինգտոնից, ինչ որ երգում էին, պարում էին, ուրախությունից թռչկոտում էին, ինչ ասում, ոչ մի բան մի հավատացեք։ Հասկանում եք ինչ էին անում, ասում են միլիարդավոր դոլարներ են գալու Հայաստան։ Ուր են։ Ոչ մի ժամկետ չկա այդ միջանցքի հետ կապված։ Եվ ես ասեմ, մոտավորապես 1.5 տարի հետո Ադրբեջանը, երբ որ արդեն կոմունիկացիաների շինարարությունը կավարտի կմոտիկանա Հայաստանի սահմանին, այդ պահը լինելու է շատ վտանգավոր պահ, որովհետև հայկական կողմը եւ ամերիկյան կողմն էլ ոչինչ չեն անելու, եւ այդ պարտավորությունը դամոկլյան սրի նման կախված է լինելու Հայաստանի գլխին։ Այստեղ լուրջ խնդիրներ կան եւ մեր ինքնիշխանության հետ կապված շատ մեծ մտահոգություններ ունենք մենք։ Այո, գիտենք։ Շնորհակալ եմ շատ, պարոն Կոմենդանտյան, ինչպես միշտ հետաքրքիր խորքային վերլուծության համար։ Շնորհակալ ենք նաև մեզ դիտողներին, որ մեր եթերին հետևում էին։ Հիշեցնել Երկրորդ կարծիքի տաղավարում զրուցում էի տնտեսագետ Հայակվե նախաձեռնության անդամ Հրայր Կոմենդանտյանի հետ։ Ցտեսություն։